Հայաստանը վտանգավոր չափով կենտրոնացել է մայրաքաղաք Երևանի շուրջ, իսկ մնացած բնակավայրերն աստիճանաբար թուլանում ու դատարկվում են։ Սա պարզապես տարածքային անհավասարություն չէ, սա արդեն պետական կայունության եւ անվտանգության խնդիր է։ Եթե պետական կառույցը քաղաքացիների հետ առերես սպասարկում չի իրականացնում եւ իր աշխատանքը հիմնականում կազմակերպում է փաստաթղթերով կամ թվային եղանակով, ապա դրա պարտադիր ներկայությունը Երևանում որևէ օբյեկտիվ անհրաժեշտություն չունի։ Այդ կառույցները կարող են նույն արդյունավետությամբ գործել նաև մարզերում, լուծելով արդեն շատ ավելի մեծ ու կարևոր խնդիր։ Սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը, նախարարությունների այն ստորաբաժանումները, որոնց աշխատանքը քաղաքացիների հետ շփում չի ենթադրում, կարող են շատ հանգիստ աշխատել Չարենցավանում, Ապարանում, Արթիկում, համակարգը նույնն է մնում, բայց երկիրը սկսում է փոխվել։ Նույնիսկ մի պետական մարմնի տեղափոխումը մարզ նշանակում է աշխատատեղեր, բնակարանների պահանջարկ, փոքր բիզնեսի ակտիվացում, կյանք քաղաքում։ Սա տեսություն չէ, այսպես են արել Գերմանիայում, Նիդերլանդներում, Հարավային Կորեայում, պետական համակարգը տարածելով ամբողջ երկրի վրա։ Մենք հակառակն ենք անում, ամեն ինչ բերում կենտրոնացնում ենք Երևանում, հետո զարմանում, որ մարզերը դատարկվում են։ Պետք է փոխենք այս մտածողությունը։ Պետությունը պետք է ներկա լինի ամբողջ Հայաստանում, ոչ միայն Երևանում։ Պետությունը մարդու մարմնի նման է, եթե ամբողջ արյունը կուտակվում է միայն գլխում, իսկ մնացած օրգաններն ու վերջույթները մնում են առանց բավարար արյան շրջանառության, մարմինը չի զարգանում, այն սկսում է խաթարվել ներսից։ Այսօր Հայաստանը հենց այդ վտանգավոր վիճակին է մոտեցել։ Կյանքը, հնարավորությունները եւ պետական գործառույթների հիմնական մասը կենտրոնացել են Երևանում, մինչդեռ մնացած բնակավայրերն աստիճանաբար թուլանում են, դատարկվում եւ կորցնում կենսունակությունը։ Պետք է դադարենք միայն խոսել, պետք է սկսել կամաց վերակառուցել պետությունը։ Եթե ուզում ենք, որ Հայաստանն ապրի, պետք է զարգանա ամբողջ Հայաստանը։ Միացեք, պահանջեք այս փոփոխությունը, որովհետև սա արդեն ընտրություն չէ, սա անհրաժեշտություն է։